Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, օրվա գլխավոր նորությունների նախ համարոտ։ Ծանուցագրեր Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոսներին, ինչու են հոգևորականներին կանչել քննչական կոմիտե։ Ռազմական ոստիկանության մեքենա զինված ուժերի հոգևոր առաջնորդության եկեղեցու Բաքում, ինչու էին ոստիկանները եկեղեցում։ Օկուպացված Ստեփանակերտում 2 հայ է մնացել, ովքեր են նրանք։ Գերիներ, էթնիկ զտում Արցախում եւ օկուպացված սուվերեն տարածքներ, Արման Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին։ Թրամփն ու Նեթանյահուն փորձել են քաոս ստեղծել Իրանում, Փեզեշկյանը ցույցերի, անկարգությունների ու մարդկանց դժգոհության մասին։ Առավոտից ոստիկանությունը ծանուցագրեր է հանձնում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոսներին, որպես մեղադրյալ քննչական կոմիտե ներկայանալու համար, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Եպիսկոպոսներին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Փաստաբանը համոզված է, ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովի անցկացմանը։ Փաստաբան Արմինե Ֆանյանն էլ է կարծում, որ եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով քննչական կոմիտե են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն։ Բացի այդ, փաստաբանի խոսքով, եթե հոգևորականներին կանչել են մեղադրյալի կարգավիճակով, նշանակում է արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա։ Հոդվածի սանկցիան կարծես թե թույլ չի տալիս, որպեսզի կալանքը որպես խափամիջոց կիրառելու միջնորդություններ ներկայացվեն։ Ոչ մեծ ծանրության հանցագործություն է ամենայն դեպս մի քիչ արդեն ծիծաղի ժանրից կլինել, որ ինչ-որ այս մասով էլ չնայած իրենց ամեն բան սպասելի է, բայց բոլոր դեպքերում չեմ կարծում, բայց ազատ տեղաշարժի սահմանափակումներ ենթադրում եմ, որ կլինեն, որտեղ նպատակը կարծում եմ բոլորիս էլ պարզ է, ինչու է շաբաթօրով այս հապճեպությունը, մի անգամից մեղադրյալի կարգավիճակով։ Եկեղեցու դեմ գործընթացների թեման առավել սրվեց երեկ, երբ Պաշտպանության նախարարը հայտարարեց աղմկահարույց որոշման մասին։ Խոսքը 20 տարուց ավելի հոգևոր ծառայություն մատուցած զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարելուն է վերաբերում։ Իրավաբանները պնդում են, որ այս որոշումով խախտվում է օրենքն ու սահմանադրությունը, իսկ ռազմական փորձագետները հիշեցնում են, թե ինչ առաքելություն ուներ հոգևոր առաջնորդությունը զինված ուժերում եւ ինչի կհանգեցնի դրա լուծարումը։ Թեման ուսումնասիրել է Անյա Բաղյանը։ Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցվում է Պաշտպանության նախարարի հրամանով։ Մինչև 3 ռազմական ոստիկանության վարչության Տեր Վարազդատ, Տեր Պսակ, Տեր Վանանդ քահանաները զինված ուժերի հոգևոր առաջնորդության եկեղեցու բակում էին։ Պարբերաբար մտնում էին եկեղեցի, դուրս գալիս, նայում ռազմական ոստիկանության մեքենային, որ եւս եկեղեցու բակում էր։ Ինչու է այստեղ։ Ինչ կամ ում է հսկում։ Այս հարցերն են ուղղում ծառայողներին քահանաները։ Ինձ հետաքրքիր է ուղղակի դուք ինչ ծառայություն եք այստեղ իրականացնում։ Տեր Պսակ, բոլորին ասեցի, ձեզ էլ կասեմ, չեմ պատասխանել։ Հա, չեմ պատասխանելու։ Ծառայողը չասաց, բայց Պաշտպանության նախարարության խոսնակը լրագրողներին ասաց. մի քանի զորամաս կա շրջակայքում, նրանք էլ բնականon ծառայության են։ Մինչդեռ Տեր Պսակ քահանան նշում է, երբևէ սովորական օրերին ռազմական ոստիկանության ծառայող եկեղեցու շրջակայքում անգամ չի տեսել։ Ենթադրում եմ, որ վաղվանից հրամանը ուժի մեջ է մտնում եւ քանի որ եկեղեցին սուրբ աստվածածին եկեղեցին ծառայել է զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը զինվորների, սպաների, բանակի կարիքների, հոգևոր կարիքները հոգալու համար ենթադրում եմ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ վաղը այլևս փետրվարի 1-ով իրենք պիտի խոչընդոտեն, որ մենք այստեղ պատարակներ, չգիտեմ, խորհուրդներ, աղոթքներ իրականացնենք։ Զինվորների, սպաների հետ Տեր Պսակը ծառայում է 2006 թվականից, շուրջ 20 տարի։ Նրանց կողքին է եղել պատերազմի, համավարակների, մկրտության ու հոգևոր զրույցների ժամանակ։ Մտածում է, հոգևորականներին ու զինծառայողներին բաժանելը կխորացնի միջազգային հարաբերություններում վեճերը, զինվորների ինքնասպանության դեպքերը։ Նույն մտահոգությունն ունի նաև Տեր Վանանդ քահանան։ Մեզ համար սա անակնկալ չէր, ամեն օր կարծես թե սպասում ենք, որ պետք է այդ որոշումը լիներ այս քաղաքական իրավիճակից, եկեղեցու դեմ արշավից սկսած եւ բնականաբար մեծ ցավ է մեզ համար եւ հատկապես զինվորների համար, որ այլևս չպետք է լինի զորամասում հոգեվորական, որտեղ շատ մեծ նշանակություն ունի հոգեվոր դերը զինվորի կյանքում,
որոնք որ մասնակցում են եւ պատարակներին եւ մկրտություններ են կանում տարբեր հոգեվոր դասեր են կանում, շատ մեծ նշանակություն ունի հոգեվորական դերը զինվորի կյանքում։ Գնդերեսներին ստիպել են միանալ Նիկոլ Փաշինյանին աջակցող մյուս հոգևորականներին, ասում են քահանաները։ Մենք երբեք չենք խառնվել որևէ անցուդարձի, այս պարագային եւս որևէ կերպ չենք ուզել, որ մեզ ներքաշեն որոշակի գործընթացների մեջ, որոնք բանակի մեր որպես այդպիսի մեր ծառայությանը պիտի լիարժեքորեն խոչընդոտեն։ Մենք մեր ծառայության մեջ ենք եղել բոլոր հանգամանքներում։ Զինված ուժերում առաքելական եկեղեցու հոգևոր ծառայություն իրականացնելու որոշումը 1997 թվականին կայացրել են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինն ու Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Զինված ուժերի հոգևոր ծառայության մեջ ներգրավված է եղել 42 հոգևորական, որոնցից միայն 8-ն են շարունակելու իրենց ծառայությունը Պաշտպանության նախարարությունում Սուրեն Պապիկյանի հրամանով, ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այս իր հրամանով ուրեմն ինչ է խախտել։ Առաջին, հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածը խախտել։ Ես մեջբերում եմ այդ նորմը։ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասեր։ Երկրորդը, պաշտպանության նախարարը խախտել է պաշտպանության նախարարի կողմից եւ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատված կանոնադրության 5.1 կետը։ Ինչ է ասում այդ կետը։ Հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրնագրով եւ պաշտպանության նախարարի հրամանով։ Ինչպես տեսնում ենք, նախարարը միայնակ չէր կարող լուծարել այս ծառայությունը։ Մինչդեռ արել է հենց այդ։ Սուրեն Պապիկյանը հրապարակել էր լուծարման որոշումն ու նշել տարընթերցումներից խուսափելու համար։ Սա հակաեկեղեցական արշավում բանակը ներգրավելու քայլ է, կարծում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Կատարվում են ապօրինի հրահանգներ, կայացվում են ապօրինի որոշումներ եւ որևէ պարզաբանում չկա։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշում է, քաղաքական հաշվարկի եւ նեղ անձնական շահերից ու քինախնդրությունից ելնելով բանակում այս ինստիտուտի կազմակերպումը մեծ վնաս է հասցնելու զորքերում արկա մթնոլորտին, մարդկային փոխհարաբերություններին եւ ըստ այդմ մարտունակությանը։ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության եկեղեցի էին գալիս քաղաքացիներ, որոնք տեղյակ են պաշտպանության նախարարի որոշումից, մտահոգ են։ Ամեն ինչի մասին ենք մտածում, բայց մեր մտածելը քիչ է, մեզ լսող չկա, մեր ձայնը տեղ չի հասնում։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իսկ ինչպես է ազդելու այս ինստիտուտի լուծարումը մեր բանակի մարտունակության վրա, ռազմական փորձագետն է մեկնաբանել։ Քաղաքական հաշվարկի եւ նեղ անձնական շահերից ու քինախնդրությունից ելնելով բանակում այս ինստիտուտի կազմակերպումը մեծ վնաս է հասցնելու զորքերում արկա մթնոլորտին, մարդկային փոխհարաբերություններին եւ ըստ այդմ մարտունակությանը։ Քիչ չեն մարդիկ, որոնք ձգտում են պատմություն մտնել։ Ոմանք այդ նպատակին հասնում են, սակայն այլ է խնդիրը՝ հերոսի թե հակահերոսի կարգավիճակով։ Փաշինյանն այդ ընտրությունը վաղուց էր կատարել, սակայն նա չի պատրաստվում հակահերոսի խարանը միայնակ կրել։ Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում, հայտնել է Ազատություն ռադիոկայանը։ Մեկը Լարիսա Ստեփանյանն է, 73-ամյակինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում։ Նա Հայաստան վերադարձած 11 հայերի հետ պիտի գար այստեղ, բայց վերջին պահին անհետացել է։ Ադրբեջանցիները փորձել են գտնել, բայց չեն կարողացել։ Ոչ ոք չի տեսել այդ կնոջը։ Լարիսայից բացի Ստեփանակերտում է նաև Միշա Գրիգորյանը։ Չի ցանկացել վերադառնալ։ Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ Հայաստան են տեղափոխվել Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած 11 հայեր։ Նրանցից 7-ն այժմ Աղվերանի հյուրանոցներից մեկում է։ Կան նաև հոգեբուժարան տեղափոխվածներ, գրել է Ազատություն ռադիոկայանը։ Գերիների վերադարձ, Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիա եւ էթնիկ զտում ու բռնի տեղահանություն Արցախում։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին։ Հայաստան նախատեսված նրա այցի առիթով։ Թաթոյանը համոզված է, որ Վենսի այցը Ադրբեջան հնարավոր է դրական առաջխաղացում լինի Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի հարցում։ Ադրբեջանին ստիպի դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից եւ վերականգնել բռնի տեղահանված 100 000-ից ավելի քրիստոնյա հայերի վերադարձի իրավունքը։
Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիներին եւ պատանդներին խոշտանգում են։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ հանցանքը նրանց հավատն ու ազգային ծագումն է։ Ադրբեջանը 2021 թվականից նաեւ օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք, որի պատճառով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը խաթարված։ Մեր թիմն ունի նաև ապացույցներ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի պատճառով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց 120,000 մարդ։ Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել TRIP նախագծի միանալու հնարավոր տարբերակները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Մոսկվան դիտարկում է Երևանի բոլոր հարցումները։ Այդ հարցումներն օպերատիվ մշակում են Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչությունները։ Թրամփի երթուղու վերաբերյալ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն ուսումնասիրելու այս նախագծի միանալու հնարավոր տարբերակները։ Առաջին հերթին անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման եւ գործունեության մանրամասներին, որքան հասկանում ենք, այն գտնվում է իր վաղ փուլում։ Մեր առաջարկը Երևանին, որը նախատեսում է խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, մնում է ուժի մեջ, ասել է Զախարովան։ Միջազգային լրահոսից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թրամփն ու Նեթանյահուն փորձեցին ցույցերի դուրս եկած մարդկանց դժգոհությունը գործածել պառակտում եւ քաոս ստեղծելու համար։ Իրական բողոքի ցույցերը չեն ներառում զենք, զինվորների սպանություն կամ շտապօգնության մեքենաների եւ շուկաների հրկիզում։ Մենք պետք է լսենք հանրային իրական մտահոգությունները եւ աշխատենք դրանք լուծելու ուղղությամբ, ասել է Իրանի նախագահը։ Ռուսաստանը 14 երկրների հետ իրականացնում է ռազմատեխնիկական գործակցության ավելի քան 340 նախագիծ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահը այս հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստի ընթացքում։ Պուտինի խոսքով, չնայած արևմուտքի ճնշմանը, ռուսական արտադրանքը արտահանել են ավելի քան 30 երկիր, որի եկամուտը գերազանցել է 15 միլիարդ դոլարը։ ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գործընկերների հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացումը կմնա առաջնահերթություն, ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը։ Միջազգային լուրերն առանձնացրել է Անիա Բաղյանը։ Մեր անցյալի փորձը մշտապես ցույց է տվել, որ Միացյալ Նահանգները երբեք բարեխիղճ չի գործել։ Այնուամենայնիվ, մենք կողմ ենք բանակցային գործընթացին, որը կլինի օրինական, ռացիոնալ, արդար, ազնիվ եւ մեր օրինական իրավունքները հարգող, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Քննարկել են Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում ռազմական լարվածությունը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ամսաթիվը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փետրվարի 1-ին Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը կարող է հետաձգվել, որովհետև մեր կարծիքով ինչ-որ բան է կատարվում Ամերիկայի եւ Իրանի հետ, եւ այս բաները հավանաբար կարող են ազդել ամսաթվի վրա, նշել է Ուկրաինայի նախագահը։ Իրանը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսում։ Այս զորավարժությունները ծովային անվտանգության գոտի շարքի մասին են, որը կենտրոնանում է 3 երկրների միջև ռազմածովային համագործակցության վրա։ Հայտարարությունը հնչում է տարածաշրջանային լարվածության, ինչպես նաև փետրվարի 1-ից 2-ը Հորմուզի նեղուցում Իրանի առանձին զորավարժությունների ֆոնին։ Անիա Բաղյան, Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Պինգ-պոնգ պատերազմի փոխարեն։ Ճապոնիայի ու Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները սեղանի թենիս են խաղացել բանակցություններից հետո։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին, մաղթում եմ հաճելի հանգստյան օր, մինչև երկուշաբթի, հաջողություն։